Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անցնում ենք օրակարգի 27-րդ հարցի քննարկմանը անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին։ Զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյան, խնդրեմ տիկին Ժամակոչյան։ Շնորհակալություն, հարգարժան փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, առաջարկվող նախագիծը վերաբերում է անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը եւ զբաղվածության ըստ էության ապահովման ու խթանմանը։ Հիշեցնեմ, որ այս նույն շահառուների համար անցյալ նիստին, կառավարության նախորդ նիստին հաստատվեց զբաղվածության առաջին ծրագիրը իր 3 բաղադրիչներով եւ այս առաջարկվող նախագիծը ըստ էության այլընտրանք է առաջարկում առաջին նախագծին շահառու չդարձած կամ առաջին նախագծի հնարավորությունը չօգտագործած շահառուների համար անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար։ Ուրեմն այս նախագծով ըստ էության մենք մեր շահառուներին աշխատանքի տեղավորելու համար աջակցում ենք գործատուներին, հետևյալ ոլորտներում աշխատող գործատուներին։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչհամայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, խնամքի իրականացում կանաչապատման կանաչ տարածքների, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների, օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Բոլոր այս ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք գործել են ոլորտներում առնվազն 3 տարի եւ ունեն տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանված է 3-ից 12 ամիս, այսպիսով այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73,000 դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Այսքանը ծրագրի մասին առաջարկում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին Ժամակոչյան։ Սա նշանակում է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելուն, ինչ կարգով է գործելու, հիմնական կարգավորման եղանակը ինչպես է լինելու։ Այո, շատ ճիշտ է, մենք նախատեսում ենք մեկ օրվա համար 3500 դրամ, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով եւ դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից։ Այս ծրագրի առանձնահատկությունը այն է, որ այնուամենայնիվ այստեղ մասնագիտական աշխատանք չի պահանջվելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք։ Շատ լավ, այսինքն ըստ էության դուք ասում եք, որ նախորդ կառավարության նիստում մենք հաստատել ենք այնպիսի աջակցության ծրագիր, որը ուղղված է մարդկանց, ովքեր ունեն որոշակի մասնագիտացում եւ կարող են մրցակցային լինել մասնագիտական որոշակի ուղղություններով աշխատանք տանելու համար, սակայն նրանց համար, ովքեր չունեն բավարար հմտություններ նման աշխատատեղ գտնելու հարցում կարող են օգտվել այս ծրագրից եւ ժամանակավոր զբաղվածություն ունենալ, այո։ Այո, հարգարժան փոխվարչապետ, մեզ համար առաջնային է իհարկե մասնագիտական որոշակի կարողությունների զարգացման հնարավորություն տվող եւ մասնագիտական աշխատանք առաջարկող նախորդ ծրագիրը, բայց եթե կունենանք շահառուներ, որ չեն դառնա այն ծրագրի շահառու, անապահովներ կլինեն, որ չեն դառնա, այսինքն ի վերջո գործատուները պետք է ընտրեն այս մարդկանց իրենց մոտ աշխատանքի ընդունելու կամ նախորդ ծրագրով ունենք նաեւ մասնագիտական ուսուցում ապահովելու, հետո աշխատանքի
ընդունելու, պրակտիկա ապահովելու հետո աշխատանքի ընդունելու բաղադրիչներ։ Ուրեմն եթե այս ծրագրերից որևէ մեկով, բաղադրիչներից որևէ մեկով, որևէ գործատու չի վերցնի մեր անապահով ընտանիքի անդամներին, ապա մենք այլանդրանք ենք առաջարկում, որպեսզի մասնագիտացում ուղիղ չպահանջող, բայց զբաղվածություն ապահովի, որպեսզի հնարավորություն տրվի ըստ էության սոցիալապես ներառվել տնտեսական գործունեություն ունենալ եւ այս հնարավորությունից հետո թերևս որոշակի սոցիալ-տնտեսական կարողություններ զարգացնելով արդեն ի վիճակի լինի աշխատաշուկային ավելի պատրաստ լինի տվյալ մարդը։ Տիկին Ժամանկության, իսկ դուք այս տարվա ընթացքում անապահովության գնահատման նոր համակարգ եք մեկնարկել, որոնք փորձարկման կարգով երկու մարզերում են իրականացվում, այդ համակարգի կիրառությունը եւ այս աջակցության կիրառությունը իրար հետ ուղղակիորեն կապված են, թե այս աջակցությունը կարող է իրականացվել նաեւ այն մարզերում, որտեղ դեռևս անապահովության գնահատման նոր համակարգը ներդրված չէ։ Քանի որ այս զբաղվածության միջոցառումները եւս պիլոտային են, ապա կապակցված են պիլոտային մարզերի հետ, այսինքն Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքներին կվերաբերեն միայն։ Շատ է, սակայն ընդլայնման հետ միասին իրենք կիրառություն կստանան նաեւ մյուս մարզերում։ Հարցեր, հարգելի գործընկերներ։ Հարցեր չկան, ովքեր են դեմ նախագիծը հաստատելուն։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է եւ անցնում ենք օրակարգի հաջորդ զեկուցվող հարցի քննարկմանը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, պարոն Խուդացյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն փոխվարչապետ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը նախագծով նախատեսվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը։ Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով։ Այս քայլով կառավարությունը ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավականու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր, հարգելի գործընկերներ։ Պարոն Խուդացյան, իսկ այս օրենքների նախագծերը անցումային ժամանակահատված կամ կարգավորումներ նախատեսում են, մասնավորապես խոշորացված համայնքում ջետային գործընթաց սկսելու համար կպահանջվի որոշակի ժամանակ եւ ենթադրաբար 2026 թվականին տարին պետք է մեկնարկի արդեն խոշորացված համայնքի ֆինանսական պլանով։ Ինչ կարգավորումներ են նախատեսվում կամ պրակտիկայում ինչպես է դա տեղի ունենում։ Հիմա առանձին երկու համայնքներ են, կմիավորվեն եւ միասնական ֆինանսական պլանով պետք է շարունակեն իրենց գործունեությունը, այդ անցումը ինչպես է կառավարվում։ Այո, պարոն փոխվարչապետ, միասնական բյուջե են ունենալու բնականաբար դրանից հետո ինքը ժամկետը համընկնում է տարեվերջին, պիտի ասեմ, որ 2021 թվականին մենք միավորման ավելի ուշ, այսինքն դեկտեմբերի 5-ին միավորման օրինակներ ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ ինքը բյուջետավորման գործընթացին չի խանգարելու, այս պահին արդեն մեծ հաշվով համայնքները տեղեկացված են կամ կտեղեկանան սրանով միավորման գործընթացի մասին, ինչը ավելի կհեշտացնի իրենց աշխատանքը։ Արդեն ընտրություններից հետո, երբ նորընտիր ավականին ուրեմն իր լիազորությունները կստանձնի, դրանից հետո արդեն ավականուն հաջորդ նիստերով կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն։ Իսկ 2025 թվականի բյուջետային գործընթացը շարունակվելու է այնպես ինչպես հիմա կա, անկախ նրանից, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի միասնական ավականի, թե այդ պահից միավորված են համարվելու նաև բյուջեները։ Այդ պահից միավորված են համարվելու նաև բյուջեները, բայց մեծ հաշվով ինքը ժամկետը, քանի որ համընկնում է տարեվերջին, որպես այդպիսին արդեն հիմնական ծախսային մասը ավարտված է լինելու եւ բացի աշխատավարձային որոշակի վճարումներից եւ այլ
ոչ մեծ ծավալ զբաղեցնող վճարումներից, այլ ավելի լուրջ խնդիրներ չեն առաջանում։ Այլ հարցեր։ Հարցեր չկան, ովքեր են դեմ։ Հա, Ուզեմ առիթը օգտագործել նաև ներկայացնել միավորման նպատակը, ինքը մենք Վաղարշապատ համայնքի դեպքում նախկինում Վաղարշապատը միավորված է եղել Էջմիածին քաղաքով եւ ընդամենը մեկ գյուղական բնակավայրով։ Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի փոքր միավորները արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետև մեր նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր, ուրեմն համայնքներին ավելի մեծ հատկացումներ, եւ այս ստեղծված իրավիճակով պայմանավորված մենք վերամիավորումներ ենք անում, իմիջիալոց վերամիավորման process-ը միայն այս դեպքով չի եւ առաջիկայում էլի այդպիսի արդեն միավորված համայնքներ կմիանան իրար, ասեմ, որ 2015 թվականին է ընդհանուր առմամբ միավորման գործընթացը համայնքների մեկնարկել եւ 2016 թվականին արդեն անցկացվել են առաջին ընտրությունները 3 համայնքներում այդ ժամանակ՝ Տաթևում, Թումանյանում եւ Դիլիջանում։ Այսօր ընդհանուր համայնքների թիվը Հայաստանում 71 է, որից 64-ը միավորված համայնքներ են։ Այս փոփոխության արդյունքում համայնքների թիվը եւս մեկով կկրճատվի եւ կդառնան 70։ Շնորհակալություն, պարոն Խոդացյան, քվեարկության է դրվում զեկուցվող հարցը, ովքեր են դեմ նախագիծը հաստատելուն։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է։